Ողջույն, սիրելի բարեկամներ, այսօրվա մեր փոքրիկ հանդիպումը կցանկանայի տրամադրել մեր առօրյայում գործածած խոսելաձևերին, տվյալ դեպքում որն է դույով կամ դուքով խոսելաձևին։ Ընդհանրապես մեր կյանքում շատ հնուց դարերի վեր եկած շատ ձևաչափեր կան թե խոսքի, թե գործողության, թե խորհրդանիշների տեսքով, որոնք մենք առանց ճանաչելու կրկնում և փորձում ենք ամենուր անել։ Այդ ամենը արտահայտվում է նույնիսկ շատ ծեսերի միջոցով, բայց ամենից ավել կարևորում եմ մեր ցանկացած քայլ, խոսք փորձել ճանաչել հիմքը, պատճառը ճանաչել օգտագործելուց առաջ և նոր օգտագործել։ Քանզի սխալ տեղում օգտագործելու կամ սխալ ձևում օգտագործելու դեպքում կարող ենք առնվազն վնասել ինքներս մեզ։ Եվ մեր այս փոքրիկ հանդիպումը կնվիրենք հենց դույով կամ դուքով խոսելաձևին։ Ինչպես գիտենք, մեր ժամանակներում դուքով խոսելաձևը դա ավելի հարգանքի, ավելի դիմացինի հանդեպ մեծարման կամ հարգելու գաղափար իրենից ներկայացնում և հենց այդ գաղափարն էլ փոխանցվում է սերնդեսերունդ և այդպես ընթանում ենք առաջ։ Բայց եկեք դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում դուքով խոսելը կամ դուքով խոսելաձևերը։ Ընդհանրապես մեր կյանքում ամենաշատ մեր կողմից հարգված մարդկանց հետ, որոնք են մեր ծնողները, եղբայրները, քույրերը, հարազատները, ընկերները, մենք բոլորի հետ խոսում ենք դույով։ Դույով խոսում ենք հենց այն մարդկանց հետ, ում հետ պատրաստ ենք կիսել մեր աշխարհը, մեր գաղտնիքները բացել նրանց առաջ, մեր սիրտը բացել նրանց առաջ, և այդ ամենը անում ենք, որովհետև իրոք հարգում, սիրում և վստահում ենք։ Իսկ երբ ենք դուքով խոսում, խոսում ենք դուքով այն մարդկանց հետ, որ չենք վստահում մեր կյանքը, մեր ներսի աշխարհը, ովքեր որ ավելի օտար կամ ավելի հեռու դաշտի ներկայացուցիչներ են, և ընդհանրապես դուքով խոսելու ժամանակ մենք սկսում ենք մեր դերը ավելի ցածրացնել կամ նվաստացնել տվյալ մարդու հանդեպ, ում հետ դուքով խոսում ենք, տվյալ մարդուն ավելի բարձրացնում ենք մեր առաջ, որի համեմատ մենք ավելի ցածր դիրքում ենք հայտնվում։ Այդ ամենը և պատճառները ընկալելու համար կցանկանայի հիշեցնել Նոր Կտակարանից մի դրվագ, երբ Հիսուսը դիվահարի ներսից դևերին հանելուց հարցնում է. «Ինչ է քո անունը», և ներսից ասում են. «Մենք շատ ենք, մեզ լեգիոն են ասում»։ Այդ իսկ օրինակով եկեք հասկանանք ինչ ասել է դուքով խոսել։ Եթե մենք խոսում ենք դիմացի անհատի հետ, այսինքն մեկ մարդու հետ դուքով, արթնացնում ենք մեր խոսելաձևի շնորհիվ նրա ներսի դիվային համակարգը, որոնք արտահայտվում են էմոցիաների, ներքին ցանկությունների տեսքով կամ էգոյի տեսքով, արթնացնում ենք մի ողջ համակարգ տվյալ մարդու ներսում և սկսում ենք խոսել ոչ թե այդ տվյալ մարդու հետ, այլ մի ողջ բանակի, մի ողջ համակարգի հետ։ Եվ դա է պատճառը, որ ամբողջ մի համակարգի առաջ մենք մենակով գտնվելով ավելի թուլակազմ, ավելի ցածր դիրքում ենք ինքներս մեզ տեսնում, իսկ դիմացինը զգաստանալ է սկսում և սկսում է ավելի բարձրից նայել ձեզ։ Եվ նույն ձևով, եթե ձեր հետ են դուքով խոսում, ձեր մեջ է զարգանում տվյալ էգոն, տվյալ դաշտերը, և եթե կնկատեք, դուք եք սկսում ավելի բարձրից նայել դիմացինին, և տվյալ դեպքերում առաջանում է անհավասարակշռություն երկու զրուցակիցների միջև, և այդ պատճառով էլ զրույցը առողջ և ազնիվ չի ընթանում։ Իսկ այդ դեպքում որտեղ մնաց հարգանքի նշանը։ Պարզվում է, որ դուքով խոսելը ամենևին էլ հարգանքի խորհրդանիշ չի, այլ փոխարենը ինքներս մեզ նվաստացնելու գործիքներից մեկն է հեշտ իշխելու համար, դիմացինին հեշտ իշխելու համար։ Այսինքն մենք դիմացինի հետ դուքով խոսելով
ինքներս մեզ դնում ենք տվյալ մարդու իշխանության տակ։ Այնպես որ սիրելի բարեկամներ, սիրելի հարազատներ, այն գաղափարը, որ դպրոցներում կամ գալիք սերնդին փոխանցում է, որ դուքով խոսել դա հարգանքի նշան է, եկեք փորձենք գիտակցենք ինչ ենք փոխանցում դիմացինին, ինչ ենք փոխանցում մեր գալիք սերնդին եւ հասկանանք, որ ինչ սերունդ ենք ուզում մեծացնենք։ Փոխարենը կարելի է բացատրել նպատակը դուքով խոսելու կամ դուով խոսելու տարբերությունները, բացատրել, որ ընդունված կարգ է, սակայն դու պետք է կարողանաս գիտակցես ինչ պետք է անես դուքով խոսելու դեպքում, որովհետև երբ դուքով ենք խոսում դիմացիների հետ եւ արդեն ճանաչելով գաղափարը, մենք պատրաստ ենք լինում, որ մի ողջ բանակի դեմ պետք է դուրս գանք, այդ ժամանակ մենք չենք ստորանում, այլ ավելի հավասարի կամ բարձր դիրքում ենք հայտնվում, որովհետև գիտակցաբար ենք գնում այդ ամբողջի հետ զրույցի, իսկ անգիտակցաբար գնալու դեպքում միայն պարտություն ենք կրում։ Եթե այդ ամբողջ գաղափարը կարողանանք գիտակցել եւ գիտակցաբար փոխանցել այն մարդկանց, ում ուզում ենք ինչ-որ մի բան սովորեցնել, այդ ժամանակ ինչ-որ չափով կլինի առողջ մեր արած քայլերը։ Այնպես որ սիրելի բարեկամներ, փորձեցի այսօր ուշադրություն դարձնել մեր առօրյայում ծանրացած մի փոքրիկ հատվածին, որի շնորհիվ նույն սկսած պետական այրերից իբրև դուքով չխոսելու համար վիճաբանություններ են առաջանում եւ այդ ամենը նույնպես դառնում է մի գովազդ այն բանի, որ շատ կարեւոր է դուքով խոսելու գաղափարը։ Կարծում եմ այսօրվա փոքրիկ նյութը ձեզ օգտակար կլինի ձեր կյանքի ընթացքի համար։ Մաղթում եմ ավելի գիտակից առաջընթաց կյանք, մաղթում եմ ամեն մի քայլը անել հնարավորինս գիտակցաբար եւ ինքնաճանաչման մեջ հաղթանակներով լի ընթացք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչ հաջորդ հանդիպում։